Մեր շրջապատում կան տարեցմարտիկ, ովքեր զրկված են ջերմ ընտանեկան միջավայրում ծերություն անցկացնելու հնարավորությունից։ Նման քաղաքացիների խնամքը հոգում են պետական եւ մասնավոր հիմունքներով աշխատող սպասարկման կենտրոնները եւ տուն-ինտերնատները։ Ծերանոցում հայտնված մարդկանցից յուրաքանչյուրը սեփական տխուր հուշերի կրողն է։ Սակայն Կարո Պողոսյանի պատմությունը լսելիս հնարավոր չէ հանգստություն պահպանել։ Պոլիարտրիտով հիվանդ հաշմանդամ ծերունին ստիպված է եղել մի քանի օր դրսում թափառականի կյանքով ապրել, մինչ տարեցների սպասարկման կենտրոնում ապաստան գտնելը։ Մենք լուր ստացանք, որ այսպիսի մեկը կա, դրսում է, բան։ Ես ասացի, խնդիր չկա, ես խնդրում եմ ինձ էլ ճիշտ հասկացեք, մեր սոցաշխատողը պարզվեց, որ ինքը արդեն իր տեղեկությունները հավաքել էր, անմիջապես կապվեցինք ղեկավարության հետ, ասացինք այսպիսի դեպք կա ու իրան բերեցինք մեզ մոտ։ Մինչև տեղավորվելը շատ եք դրսում մնացել։ Երկու օր։ Ինձ բայց այդ օրը մի օր եկա, իսկ հետո 8 համարյա Ասլանով կայում եմ, հատ բարորդ ճակատենից Աթանդելյան Ալբերտը, տարա ինքն էլ է վարձով ապրում, լինգրուպա 2 օր պահեց, բայց այդ էլ ասեմ, երրորդ օրը եթե փողոցում մնայի, ես կարող եմ ինձ մի բան պատահել։ Նախքան դրսում հայտնվելը Կարո Պողոսյանը բնակվում էր Վանաձորի տարեցների տանը։ Պատմում է, որ իր եւ աշխատակիցների միջև տեղի ունեցած վեճից հետո դիմում է գրել հաստատությունից դուրս գալու համար, իսկ տնօրեն Մանուշ Օհանյանը առանց սպասվող հետևանքների շուրջ մտածելու մակագրել է այն։ Եվ մեծահասակ հաշմանդամը մնացել է բախտի եւ բարի մարդկանց գթության հույսին։ Պատահական մեքենաներով Երևանից հասել է Վայք, այնտեղից էլ Գորիս եւ Կապան։ Իսկ դուք Կապանում բարեկամներ չունեիք, որպեսզի զանգահարեիք հյուրընկալեին ձեզ այդ 2 օրը։ Ոչ, այսինքն ունեմ, ես եղբոր աղջիկ ունեմ, ինքը ամուսնացած, ես չեմ կարող գնամ, սկես երարում իրացում, ես ոչ մեկին նեղությունը չեմ տվել։ Ինչու է այնպես ստացվել, որ Շահառուն հաստատությունից դուրս է եկել եւ այդ հաստատությունում կոնկրետ Վանաձորում որևիցե մեկը չի մտահոգվել նրա հետագա ճակատագրի համար եւ թողել են այսպես բախտի քմահաճույքին։ Ես էլ հիմա ասենք հարցերը ինձ մոտ առաջացավ, թե ինչպես է լինում, իրենք կարող էին նախապես կապվել մեր կազմակերպության հետ, ասել, որ ասենք դեռևս տեղիցդ մի շարժվի, մինչև որ մենք այդ ամեն ինչը կկարգավորենք, անմիջապես կտեղափոխվեր մեզ մոտ։ Ես ուղղակի զարմանում եմ, ինչպես կարող է լինել։ Իմանալով հանդերձ, որ ասենք այդ մարդը իր սեփական տունը չունի, հյուրընկալվելու տեղ չունի։ Կան որոշակի մասնագիտություններ եւ աշխատանքներ, որոնք ընտրելիս չպետք է առաջնորդվել միայն աշխատավարձի չափով եւ պաշտոն ձեռք գցելու հավանականությամբ։ Այս ոլորտներում նախ եւ առաջ կարեւոր է մարդասիրական որակների առկայությունը։ Ծերերն իրենց բնույթով շատ նման են երեխաների՝ թույլ, դյուրագրգիռ եւ անպաշտպան։ Եվ նրանց հետ աշխատելու համար մեծ համբերություն եւ հոգատարություն է հարկավոր։ Ինչպես նաեւ հարկավոր է, որ կառավարությունը հետամուտ լինի, որ պատահական մարդիկ նման հաստատություններ չղեկավարեն։ Հայարփի Աղաջանյան, Դավիթ Եսայան, Սյունիք Օնլայն։